Վերջին ամիսների տնտեսական սահմանափակումների Հայաստանի ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող հայտարարությունների ֆոնին Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հիշել է հայ-ռուսական բազմամյա պատմական կապերի մասին։ Մեկնաբանելով ռուս-հայկական հարաբերությունները, ՌԴԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան անփոփոխ կերպով ձգտել է աջակցել Երևանին։ Նրա խոսքով այդ դիրքորոշումը հիմնված է եղել ոչ միայն աշխարհաքաղաքական շահերի, այլև երկու ժողովուրդների միջև առկա ամուր հումանիտար կապերի վրա։ Զախարովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանի համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ։ Միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի խոսքերով ակնհայտ է, որ Մոսկվայի հռետորաբանությունը փոխվել է։ Ես գնահատում եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եւ խոսնակ Մարիա Զախարովայի կողմից այս փոխված հռետորաբանությունը եւ մոտեցումները ինչպես շատ դրական քայլ, որովհետեւ իր ելույթում ինքը նշել է առաջերտին եւ ամենակարևորը մեր համար, որ Հայաստանը ինքնիշխան եւ անկախ պետություն է, եւ սա նշելով կարծում եմ սա լավ հիմք է հանդիսանում նրա համար, որ արդեն շարունակենք բովանդակությունը քննարկել Մարիա Զախարովայի ելույթի, որը խոսում էր նրա մասին, որ հայ եւ ռուս ժողովուրդներին բազմադարյա կապեր գոյություն ունեն ազգերի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զգացմունքներ եւ պատմություն ընդհանուր, այդ ամենը արժեքավոր է, եթե հիմնված է հենց այն սկզբի հիմունքի վրա, որի մասին որ խոսեցինք, եւ ես ուրախ եմ, որ Մոսկվայից այդպիսի բառեր են հնչում, այդ թվում արտաքին գործերի նախարարությունից, հենց ինքնիշխանության եւ անկախության ճանաչման մասին, դա է այն գլխավոր օրակարգը, որը վերջի ամիսների ընթացքում եւ հատկապես ընտրություններից հետո ես համարել եմ առաջնահերթություն, ամբողջ մեր ազգի համար էր դառը առաջնահերթություն եւ կարծում եմ, որ այս առաջընթացը, որը գոյություն ունի, պետք է հիմա ամրապնդել եւ ել ավելի զարգացնել, որը կնպաստի հարաբերությունների կայունացմանը եւ ի վերջո նաեւ կբերի ձախողման այն բոլոր փորձերի, որը արվում է Հայաստանում հայ-ռուսական հարաբերությունների թշնամիների կողմից։ Իսկ հայ-ռուսական հարաբերություններն ըստ մեծ զրուցակցի վատթարացնում է տեղական գործակալական ցանցը։ Դա այն ցանցն է օլիգարխների եւ նախկին նախագահների, օլիգարխների եւ այլն, որոնք ամեն ինչ են անում, որ այդ հարաբերությունները ճգնաժամի մեջ մտնեն եւ որ մեր ժողովուրդը տուժի, որովհետեւ հենց իրանք են այդ ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը խոսում էր տնտեսական պատերազմի մասին Ռուսաստանի հետ, մնացածները նաեւ նույն այդ տրամաբանությամբ փորձ կլինեն Ռուսաստանի հետ, որովհետև իրանք էին ուզում այդ խնդիրները, բայց հիմա հակառակ սցենարով է զարգանում իրավիճակը։ Արդյոք Ռուսաստանում հասկացան ի վերջո, որ Հայաստանի հետ թշնամական հարաբերություններ ունենալը նաև իրենց ձեռնտու չէ։ Կարծում եմ, որ այն աշխատանքը, որը մեկ ամիս է արդեն տեղի էր ունենում, եւ ես բազում անգամ նշել եմ, որ Ռուսաստանում երկբևեռություն կա այս ուղղությամբ, ագրեսիվ քաղաքականության մոտեցումը, որոնք նաև կապեր ունեն այդ ներքաղաքական գործակալական ցանցի հետ Հայաստանում, հենց արտաքին գործերի նախարարությունն էր նախաձեռնում Ռուսաստանի, իսկ ուրեմն գիտակից եւ հայ-ռուսական հարաբերությունները գնահատող թիմը, որը ներկայացված է նախագահական աշխատակազմում եւ խորհրդական Յուրի Ուշակովի ուրեմն ղեկավարությամբ, այդ արճակատումի եւ այդ ներքաղաքական այնտեղ գործընթացների զուգահեռ մենք կարողացանք հասնել այն արդյունքների, որ Ռուսաստանին նաեւ այո ցույց տանք եւ շատ ուղիղ հասկանալի դարձնենք, որ այն գործակալական ցանցը, որը Հայաստանում գործում է, առաջերտին վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, բերելու է այդ հարաբերությունների լրջագույն խզմանը, լուրջ խնդիրներին եւ ի վերջո փաստացի նրան, որ Ռուսաստանը այո ձախողելու է եւս մեկ ուղղությամբ իր քաղաքականությունը, մենք էլ էինք դրանից իհարկե դժելու եւ հենց այդ մարտիկ, ինչպես ես նշեցի, փորձել են ամեն ինչ անել, որ այդ ամենը ստացվի, որովհետեւ իրանք ուզում են ներքաղաքական գործընթացներում քաղաքացիական պայմանագրի դեմ ինքնիշխանության եւ անկախության կողմնակից բոլոր քաղաքական հասարակական գործիչների դեմ օգտագործեն Ռուսաստանը ինչպես գործիք եւ Ռուսաստանին բացատրելով ներկայացնելով այն իրականությունը, որ այդ դեպքում Ռուսաստանն էլ է տուժում եւ իր շահերը, իր հարաբերությունները նաեւ տուժում են, ես կարծում եմ, որ հնարավորություն ունեցանք ձեռք բերենք այսպիսի առաջընթաց, որը կտա հիմա ել ավելի լավ հիմք նրա, որ
հարաբերությունները կայունացնենք, մեր սփյուռքը Ռուսաստանում նաև անվտանգ լինի, տնտեսական հարաբերությունները զարգանան, որը հիմնվելով էլի Ռուսաստանի կողմից արդեն ճանաչված բացահայտ անկախությունը եւ ինքնիշխանությունը Հայաստանի, ապա ինքնիշխան եւ անկախ դիրքերից մենք ձգտում ենք Ռուսաստանի հետ հավասարակշռված երկու պետությունների շահերը սպասարկող հարաբերություններ ձևավորել, որում իհարկե փոխշահավետ հարաբերությունների տրամաբանություն կձևավորվի։ Ուստի հուսով եմ, որ այս մոտեցումը ել ավելի կզարգանա եւ ես համոզված եմ, որ մեր կողմից կա լիարժեք պատրաստակամություն այս ուղղությամբ քայլեր անել, նաեւ հաշվի առնելով հենց Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը, մեր շահերից բխում է այն եւ ես գոհ եմ, շատ նաեւ աջակցում եմ վարչապետ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի այն մոտեցումներին, որ ուղղված է նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պահպանելու եւ զարգացնելու ուղղությամբ, որովհետեւ դա բխում է մեր շահերից եւ դա կարա օգտագործված լինի մեր դեմ հենց այդ ուղղությամբ այդ ցանցի կողմից, որ ել ավելի սրեն այդ հարաբերությունները, ուստի կարծում եմ, որ այստեղ հաղթանակ է իրականում սա հայկական պետականության եւ պետք է շարունակել այս ուղղությամբ աշխատանքը։ Տեղական ընդդիմությունն անընդհատ շահարկում է այն փաստը, որ միայն Ռուսաստանն է կասկածի տակ դրել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների օրինականությունը եւ այդպես էլ չի շնորհավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Գեորգի Թումասյանն ընդգծում է, խնդիրն իսկապես կա, բայց այն եւս լուծելի է։ Այո, եւ այդ խնդիրը գոյություն ունի, այդ ընդդիմությունը ցանցը հակահայկական եւ հակապետական ամեն ինչ արեց իրանց տարբեր կոռուպցիոն եւ տարբեր ուրիշ ազդեցության մեխանիզմների շնորհիվ, որ ազդի Ռուսաստանի վրա, որ այնտեղից այդ շնորհավորանքը չլինի, որ հիմա օգտագործեն դա կամ ինչ-ինչ տնտեսական սահմանափակումները եւ այլն ներքաղաքական խոսույթում ինքնիշխան իշխանությունների դեմ, բայց համոզված եմ, որ հնարավորություն կստեղծվի եւ պետք է հիմա ուղղել ջանքերը եւ ես հենց դա էլ պատրաստվում եմ անել, որ այդ առաջընթացը, որը մենք հիմա ունենք արդեն ԱԳՆ-ի ուղղությամբ նաեւ ել ավելի ամրապնդվի նրանով, որ ապագայում երբ վարչապետ Փաշինյանը կհանդիպի իր գործընկեր Ռուսաստանի նախագահի հետ, այդ դեպքում լինի լիարժեք շնորհավորանք Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերվող նրան, որ Հայաստանը կայացրեց իր ինքնիշխան որոշումը, ընտրեց նոր իշխանություն, տվեց իր մանդատը, ուստի ես համոզված եմ, որ մենք այդ ուղղությամբ էլ ունենանք առաջընթաց եւ միջև այդ տարբեր էլի քայլեր են պետք որ արվեն, այդ թվում այն տնտեսական խնդիրները, որի մասին մենք շատ լավ տեղյակ ենք եւ որի մասին վարչապետ Փաշինյանը Ռուսաստանում, երբ իրան աղուհացով դիմավորեցին եւ դա էլ շատ կարեւոր առաջընթաց եւ հաղթանակ եմ համարում այս ջանքերի ուղղությամբ փրկել հայ-ռուսական հարաբերությունները այս հարաբերությունների թշնամի գործակալական ցանցից, ապա կարծում եմ, որ այո, կլինի հնարավորություն, որ այդ տնտեսական խնդիրներն էլ սկսի լուծվել եւ այդ ամենը կբերի մի պարզ իրականությանը, որ գործակալական ցանցը կպարզի, որ փաստորեն հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն իրենց ուզելով չեն փլվելու եւ ուրեմն խզվելու, այլ դրա փոխարեն հակառակը զարգանալու են, առողջանալու են, ել ավելի են ամրապնդվելու տարբեր ուղղություններով, որը երկու կողմը կհամարեն իրանց շահերից բխող, եւ դա ամեն ինչ կլինի գործակալական ցանցի քաղաքական իմաստով ոչնչացման զուգահեռ եւ այդ ոչնչացումը կլինի օգտագործված, ինչպես ես շատ անգամ ձեր եթերներում էլ ասացի, հայ-ռուսական հարաբերությունների ել ավելի ամրապնդման համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։